68 թեմի հարկելի հետևողներ, այստեղ են նաև Նարեկ Մալյանը։ Մենք նրա հետ առավոտյան արդեն զրուցել ենք եւ մի քիչ հետ ու մեջտեղ է, էլի։ Հետ կանգնեք ու մեջտեղ է։ Կլսենք դարձյալ նրա տպավորությունը։ Ստորագրված թերթը տրամադրում է պատիվ ունեմ խմբակցությանը։ Եվ ոչ միայն թերթն է տրամադրում, հայտարարեց նաև եթե տեխնիկական ինչ-որ խնդիր կհարուցի այդ իրանց արդեն ստորագրված թերթի կցումը գործընթացին, իրենք նաև պատրաստական են գալ եւ իրենց ստորագրությունները դնել արդեն պատիվունեմի գործող ձևաթղթի տակ եւ կարող ենք այս պահին արձանագրել, որ 34 ստորագրություն դիպիչմենտի նախաձեռնությունը արդեն ունի, ինչը ակնհայտ շատ մեծ առաջընթաց է, շատ մեծ քայլ առաջ այս գործընթացի առաջարժման համար։ Ես ուղղակի չեմ կարողանում ուրախությունը իմ հուզմունքը զսպել։ Շնորհակալություն բոլոր այն պատգամավորներին, առանձին անուն ես նաև իմ Facebook-յան էջով այդ մասը անպայման կասեմ, անուն բոլորին շնորհակալություն, ովքեր միացան, ովքեր ես հույս ունեմ նաև մենք հնարավորություն կունենանք ընդհանուր ճակատով ուսուսի տված կռիվ տալու, իրական կռիվ տալու, արդեն ընդդիմության ներսում այլևս թեր հասկացվածության որևէ առիթ այս պայմանությամբ չկա, գոյություն չունի, այս պայմանությամբ արձանագրենք որպես լավ լուր, որ ընդդիմությունը գործի օրակարգի շուրջ միասնական է, դա միայն ողջունելի է, այս միասնականությունը պետք է երկու ձեռով փայփայենք, շատացնենք, ուժեղացնենք եւ վերջնական մի քայլ արեցիք, երկրորդ քայլի համար ԿՊԱ-ականներ որպեսզի միանան, ինչ է պետք եւ ինչ աշխատանքներ եք նախապատրաստում։ Հեսա առանձին հեսա կանդրեմ։ Այնտեղ նաեւ Գալիչում հարց հնչեց ճանապարհային քարտեզի մասին, այդ մասին բազմաթիվ անգամ ես ասել եմ, բայց միշտ պատրաստ եմ նույն բանը անդադ ասելու, որովհետեւ դա իրականում հենց իրազեկման մի մաս է։ Շնորհակալություն, այդ շատ կարևոր հարց է։ Առաջին կետում ճանապարհային քարտեզի առաջին քայլը դա ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության միասնական ճակատի ստեղծումն էր, ինչի ականատեսը մենք եղանք այսօր։ Մենք բոլորս տեսանք, որ եղավ։ Վերջնականապես մի կողմ թողնվեցին տարբեր մանր-մուներ ոչ էական տարաձայնությունները եւ մենք տեսանք ընդդիմության միասնականություն։ Իհարկե, սա դեռ փխրուն միասնականություն է, բայց հուսով եմ դա ավելի կամրանա, կարծրանա, արդեն պայքարի։ Երկրորդ քայլը ճանապարհային քարտեզի։ Այս միասնականությունը նաև պետք է միավորել արտախորհրդարանական ընդդիմության դերակատարների միասնությունը, ձևավորելով մեկ միասնական ճակատ ընդդեմ այս երկիրը մեր հայրենիքը հանձնող վարչախմբի։ Սա շատ կարևոր կետ է, ասեմ ինչի համար արտախորհրդարանական, որովհետև ըստ էության ազգային ժողովի այսօրվա կազմը ինքը չի արտահայտում այս պայմանությամբ հանրային կարծիքը, հանրային մոտեցումները, այլևս չի արտահայտում, նախ ինքը ազգային ժողովի գումարման վերջին ժամանակահատվածին ենք հասել, ցավոք սրտի այդ ժամանակ ենք այս ամեն ինչը քայլ-քայլ իրականացնում, բայց եւ այդ իսկ պատճառով արտախորհրդարանական ուժերի մեջ կան շատ ուժեր, որոնք ոչ պակաս հանրային են, ոչ պակաս լսելի են եւ միգուցե դրանք նախկին ընդունությունների ժամանակ 2018 թվականի ընդունությունների ժամանակ նույնիսկ դրանցից ոմանք չկային, հիմնական իրենց ասելիքը նոր սկսել են ասել եւ որոշները բավական հաջող, այնպես որ այս գործընթացում շատ կարեւոր է արտախորհրդարանական ընդդիմության միացումը եւ համընդհանուր համազգային ճակատի ստեղծումը։ Նայեք, Նիկոլ Փաշինյանի գլխավոր իր իշխելու, այսպես ասած, այն Կաշեի Բեսմերտնի նման, որ իր մահը այդպես ձվի մեջ էր բան այդ ասեղը եւ այլն։ Այս իր այդ մահը, այսպես ասած, քաղաքական հանրային մեծ կոնսոլիդացիայի մեջ է, այդ դրա մեջ ամենամեծ վտանգն է իր իշխանության համար։ Ինքը միշտ պառակտում է հանրությանը, բոլորին բոլորի դեմ է անում, բան որ ինքը այդ արանքում ինքը շարունակի իշխել է։ Եվ այս process-ը ես նորից կրկնեմ, այն ինչ որ ասել եմ առաջ, առանց հանրային եւ համազգային մեծ
մեծ ընդգրկունության ինքը դատապարտված է, ինքը չի կարող ունի տեղի ունենա վերջնահանգրվանի կա։ Բայց մենք այսօր ականատեսեղանք այդ իմ ասած 3 կետերից առաջինի իրականացման։ Հիմա պետք է աշխատենք երկրորդ եւ դրացնելու գործընթացը եւ երբեք։ Հիմա ասանք այդ պակասող ձայները։ Նայեք 36-ին անդրադառնանք, այլ գործընթացը սկսելու համար ձեզ այս բանի 36 տես մաթեմատիկա չկա, ես դրան դնույթ չեմ էլ անդրադարձել, ներել եմ ասելով 36 ձայն գոյություն չունի այդպիսի մաթեմատիկա։ 30 որտեղ հենց նոր էլ Մամիջանյան հայկայտած որ 36-ի արկայության դեպքում իդեպ հույս ունեմ բավական տեսանելի ինչ որ այսօր մենք 36 ձայն ունենանք, այսինքն ես ենթադրում եմ որ հուսով եմ որ այս սուրպրիզը վերջին սուրպրիզը չի լինի, այսօր դրականապես։ Դե դիտեք կտենանք օրը դեր դեմները սա կտեսնենք, բայց ես հույս ունեմ, կարամ հույս ունենամ, Մերի ջան, ես այդ հույսը ունեմ։ Հիմա նույնիսկ եթե 36-ին հույսը արդարանելու 36-ը ունի, անիմաստ է դիմել մտնել այդ շոչիկի տակ, այդ 3 օրյա ժամանակը վերցնել, ու այդ 3 օրվա ընթացքում փորձել ԿՊԱ-ականների հետ 3 օրվա ընթացքում, 3-ը մաքսիմում 2 օրվա ընթացքում բանակցել ու այս կոմպել։ Հիմա բայց երբ որ կստեղծվի այդ համազգայունությունը, այդ վիճակը դուք կտեսնեք, այսինքն այդ ամեն ինչը ձեր աչքով կտեսնեք։ Ապին նկարեք քննի։ Տեսնում եք սադրիչներել են Մենք որը մնացել է այսպես մի քանի օգուտ։ Հիմա հարցը դա չի։ Ոնց ենք բերելու ԿՊԱ-ական ձայները։ Սիստեմը մոտավորապես առաքակավս պատկերավորում պատկերացնեք, մոտավորապես նույնը ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին։ Սիստեմն եմ ասում, էլի ոչ բովանդակային իմաստն եմ ասում։ Համազգայունության կոմպոնենտը հենց ապահովվի, հիմա պետք է լցվենք գործի։ Դա մենք պետք է անենք։ Այսինքն դրա պատասխանատուն բոլոր այն մարդիկ են, այզանից սկսած, ովքեր որ այս գործընթացը սկսել են բզբզացել են, գցել են առաջ։ Այսինքն մենք, ես, Էդգար Ղազարյանը, պատիվ ունեմ падգամավորները, այս պայս սկսած արդեն Հայաստան խմբակցության հարգելի մեր падգամավորները ոչ մի բան չկա։ Բոլորս պետք է լծվենք։ Հիմա ընդհանուր մի հատ հասկանանք, ասեցի արտախորհրդարանն էլ այս թեմայի շուրջ միացնենք, տանք դրան համազգայունության վիճակ, մարդկանց ասենք, որ դուք այս անգամ միանում եք ոչ թե անձի, ոչ թե ինչ-որ այսպես կոչված տրիգերի, որը իրենից ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանական քայլի շուրջը մենք անունը դնենք տրիգեր դրա, էլ ինչ գիտեմ ինչ, այլ պետք է միավորվել օրակարգի, ծրագրի եւ վճռականության շուրջ։ Այս 3 կոմպոնենտների դեպքում հավատացեք, սենց բռնապետներ չեն, էլի կանսերվա եղել։ Պատմությունը կարա քերթեք, նայեք, ինքը ընես չի որ Նիկոլ Փաշինյանը մեր բանն է, աշխարհի այս մոլորակի ամենաանխոցելի եւ պարտելի ինչ-որ պերսոնաժ է։ Ամենից որ ինձ թվում է դա բավական լուծելի, տեսանելի առումով լուծելի, դժվար, աշխատատար, քրտնաջան աշխատանք պահանջող, բայց լուծելի, այսինքն հնարավոր տարբերական։ Պատրաստի լուծումներ ոչ միտեղ չկան։ Ես ձեզ ներկայացրեցի ճանապարհային քարտեզը, ներկայացրեցի իմ տեսլականը, ենթադրում եմ վճռականության առումով ամենայն դեպս նախաձեռնության առաջ տանողների մասով որևէ կասկած չի կարող լինել։ Մնացածը ցույց կտա կյանքը, այսքան բան, հաջան։ Ձեր էջում այս ընթացքում սկսեց։ Քոչարյանի եւ Քոչարյանականների։ Բայց Քոչարյանի ինչ կապ ունի։ Քոչարյանը ոչ Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը երկրորդ նախագահ։ Երկրորդ նախագահը ոչ իմպիչմենտի սուբյեկտ է եւ ոչ էլ իմպիչմենտի օբյեկտ է։ Երկրորդ նախագահը կառավարել է իր նախագահության տարիներին շատ լավ, ինչի համար ես իրան շնորհակալ եմ, երախտիկից խոսքը հայտնել եմ։ Այս process-ի մեջ երկրորդ նախագահը որևէ գործընթացի ոչ մասնակից է, ոչ էլ օբյեկտ է։ Մասնակից են падգամավորները, ինչ եղավ։ Երբ որ նա ասել էր լուրջ այդ լուրջին դարավ բանը բազմաթիվ դրա ես հասկանում եմ այդ բազմաթիվ առիթներ եմ ունեցել պատասխանելու, այս ուրախ իմ երջանիկ ապրումները չեմ ուզում, այս եկել եք մեր տոնը, որը արամեք, չէ, ես չեմ ուզում խոսամ մի բանից, որը այս պրոցեսի հետ մի իրավիճակից նկատի ունեմ, էլի կապից եւ բան չի, որ այս իրավիճակի հետ կապ չունի եւ հատկապես որևէ խմբակցության վրա որ լեգիտիմ ռեալ
օրինական ազդեցություն չի կարող ունենալ երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահը Հայաստան դաշինքի առաջնորդն է, դաշինք այլևս չկա։ Կա Հայաստան խմբակցություն, Հայաստան խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը Արծիկ Վինեսյանն է։ Իմպիչմենտի համար անհրաժեշտ են առանձին անհատ պատգամավորների ստորագրություն։ Ռոբերտ Քոչարյանը ոչ պատգամավոր է, ոչ էլ գործող վարչապետն է։ Ցավոք սրտի, ես կուզենայի, որ նա լիներ գործող վարչապետը, մենք այս իրավիճակում չենք լինի։ Ես նույնիսկ պատրաստակամություն եմ հայտնել պայքարելու հենց իր վարչապետության համար, ինչեւ հիմա պատրաստակամության մասով Նախկինում նույն Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության անդամները պատգամավորները իրատեսական չէին համարում, բացարձակ այս գործընթացը հիմա ինչը փոխվեց, որ հանկարծ մտան գործընթաց։ Իշխան Սաղաթելյանը իր ելույթի մեջ պատասխանեց այդ հարցերին, ամենևս ես բավարարված եմ այդ ելույթից, ինքը հայտնեց, որ իրավիճակ է որոշակիորեն, իրավիճակի փոփոխություններ կա։ Դե նախկինում այս գործընթացը տարբեր փուլեր է անցել, երբ որ մենք այս նույն այստեղում նամակներ ենք եկել Ղազարյանի հետ անցնում, էլի ձեր հետ հաջիկ ունեցանք շփվելու, պատիվ ունեցանք շփվելու այստեղ։ Մարտ ամսից սկսած այս թեմը տարբեր հանդիպումներ, տարբեր գործողություններ, հետո չկար տեխնացու, իրականում եկեք անկեղծ լինենք։ 4 տարի իմպիչմենտ չի արվել, որովհետև ընդդիմությունը չէր կարողանում համախմբվել մի տեխնացուի շուրջ, այսինքն ամեն մեկը իր պատկերացում ուներ տեխնացուի։ Դա կարող ուրիշ պատճառաբանություններ դիմաբերեն, բայց իրականությունը դա է։ Մենք նույնիսկ այդ հարցի լուծման վրա փորձեցինք ինչ-որ կերպով ազդել, ինչ-որ ձևով այդ հարցի լուծումներ բերեցինք։ Այո, եւ ամեն փուլի հետ իրավիճակ փոխվեց եւ ես համաձայն եմ Իշխան Սաղաթելյանի հետ իր այսօրվա խոսքի հետ, որ իրավիճակը արդեն այնպիսին է, որ չմիանալը բազմաթիվ շատ վատ հարցերի տեղի կարող է տալ, իհարկե պայմանավորված իրավիճակով։ Մարդը կարա մի բանը համարի անիրատեսական, հետո որոշակի ժամանակ հետո համարի իրատեսական։ Անձամբ ինքս պատրաստ եմ հանդիպել Հայաստան խմբակցության ցանկացած պատգամավոր հետ, ընդհանրապես բոլոր պատգամավորների հետ, նույնիսկ ԿՊ-ական, ոչ թե նույնիսկ հատկապես ԿՊ-ական եւ բացատրել ինչքան իրատեսական է այս process-ը եւ այդ իրատեսականի առումով որևէ խնդիր չկա։ Ինչը արել եմ ինքս։ Որևէ process սպասում է, որտեղ դուք նաև ձեր ելույթում եք Այո, փողոց այս պայծրությամբ փողոցի այս հավաքը կազմակերպել է Արթուն ենք շարժում ըստ էության երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում, մեկը ազգային ժողովի շենքի ներսում, մյուսը ազգային ժողովի շենքի դրսում, դա մենք ենք կազմակերպել, շենքի ներսի կազմակերպած հետ մենք որևիցե կապ չունենք, դրսի կազմակերպած հետ էլ ներսի ժողովուրդը նկատի ունեմ, պատիվ ունեմ խմբակցությունը կապ չունի։ Մենք եք Արթուն ենք շարժման անունից հայտարարեցինք Էդգար Ղազարյանն գնաց դիմեց քաղաքապետարան եւ որոշեցինք, որ կարող է քաղաքացիներին հետաքրքրի լսումները, ոչ բոլորը հնարավորություն ունեն դա ներսում նայել, իսկ կարող է քաղաքացիներ ուզում են գան մեզ անձամբ ինչ-որ հարցեր տան, պատասխաններ ստանան եւ այլն։ Շատ լավ առիթ է այս լսումներով, որպեսզի քաղաքացիները հավաքվեն, էկրանը տեղադրել ենք, էկրանից հետևեն, եթե նկատել եք բեմ դրած չի, որովհետև ես կարծում եմ վաղուց ելույթների ժամանակները անցել են, արդեն քաղաքացուն պետք է անել կոնկրետ առաջարկ։ Այսօրվա մեր առաջարկն է, Ժորժ ջան, եկեք հավաքվենք, իրար հետ լսումներ անենք, որս ինչ մոտեցում ունի, ինչ կարծիք ունի, ինչ որ լավ առումով եւ այլն, այդ էլ միասին հաշվի առնենք, շարժվենք առաջ, հասնենք մեր նպատակին։ Շնորհակալ եմ առաջարկել եք ձեզ խոնարհվել մեծերի նկարների առաջ եւ ես իմ մեծերի ու Աղվան Վարդանյանի մեծերի միգուցե դրանք տարբեր մեծեր են, էական չի, բայց ես խոստացել էի Աղվան Վարդանյանին, որ պահին ինքը կստորագրի, ես կգամ այնտեղ իր բոլոր նկարների առաջ խոնարհվեմ, ես իմ խոսքն եմ։ Ես սիրով մեծ Աղվան Վարդանյանի հետ շփվելը միշտ հաճելի է, միշտ հետաքրքիր է, ոնց չի որ այդ շփումներով ենք մենք սահմանապատվել։ Քաղաքական առումով որոշակի սառեց մեր հարաբերությունները, բայց ես հուսով եմ դրանք շատ արագ վերականգնվեն։ Ես ասել եմ, այսօր դրամ խոնարհվեմ բոլոր նկարների առաջ, այնտեղից կարա բոլոր նկարների որը Ջեկի Չանի նկարն է կարողանում ես խոնարհվեմ։ Ստորագրելը իմ ուզածը դա է եղել։ Իր հետ շփվելը հաճելի է միշտ։ Ես խնդիր չունեմ։